Գերագույն խորհրդի բազմաթիվ անդամներ կանչվեցին քննչական կոմիտե եւ ըստ էության գործող ռեժիմի օրոք եկեղեցու նկատմամբ հալածանքների մի նոր շրջափուլ է սկսվում եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցվեց քրեական գործ, ընտրվեց երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը, նաեւ 2 ամսով երկարացվեց վերջին օրերին Արշակ Սրբազանի կալանքը։ Մենք ֆիքսում ենք, որ վարչախմբի օրոք շարունակվում են բռնաճնշումները ոչ միայն քաղաքական գործիչների, տարբեր ուժերի նկատմամբ, այլև հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Վրդանեսյանի հետ։ Բարև պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ինչի մասին է խոսում եկեղեցու նկատմամբ վերջին օրերին նոր թափ ստացած այդ բռնաճնշումների ալիքը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ կարծում եմ, որ երևի թե իմաստ չունի արդեն առանձնացնել, հա, չէ՞ որ այս ալիք, այն ալիք, որովհետև անցյալ տարվա մայիսից եկեղեցու դեմ արշավը ոչ թե ալիքներով է, այլ տենց կայուն մշտապես, հա, գրեթե ամեն կիրակի շաբաթվա ընթացքում էլի ինչ որ հարձակումներ լինում են տարբեր ձևերով, թե վերբալ հարձակումներ բանավոր, թե ինչ որ գործողություններով, ինչ որ քրեական գործեր են հարուցվում, հերթական, հա, շինծ ու Իդեպ հիշեցնեմ, բացի ձեր թվարկածից, նաև կար, որ երկարացվեց Վեհափար Հայրապետի եղբոր կալանքը, ընդ որում լրիվ տենց դատարկ փուչիկ գործով, ըստ էության կեղծ մատնության վրա հիմնված գործ է, ընդ որում ինչքանով տեղյակ եմ, ինչ որ մարդիկ արդեն նույնիսկ հրաժարվել են այդտեղ իրանց ցուցմունքներից, հա, որի վրա կառուցվում է, բայց մեկը շարունակում են այդ բանը, շարունակում են այդ գործը։ Մի խոսքով ակնհայտ է, որ նախ սա արշավա Վեհափարի դեմ, անձամբ Վեհափարի դեմ, բայց սա ամբողջությամբ արշավա եկեղեցու դեմ։ Ու նիկոլականները փորձում են այսպես ներկայացնել, թե մենք եկեղեցու հետ խնդիր չունենք, իրանց խնդիրը իբր կաթողիկոսի հետ է, չնայած եթե իրանք իսկապես եկեղեցու հետ խնդիր չունենային, ապա որպես առաքելական եկեղեցու հետևորդներ պարտավոր էին անկախ իրանց համակրանքներից, հակակրանքներից, այսպես ասած, ենթարկվել, հա, իրողությանը։ Հիմա, բայց իրենց հարձակումը ընդհանրապես եկեղեցու դեմ է, որտեղ այդ հարձակման ընթացքում մենք տեսնում ենք, որ իրանք քանդում են նաև եկեղեցու ինչ որ կառույցները, համակարգերը։ Օրինակ հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելը 2019 թվին դեռ, հա, դա ակնհայտորեն կապված չի Վեհափար Հայրապետի անձի հետ, հա, այն, որ փակում են երիտասարդաց միությունները Արարատյան թեմի, դա էլ որևէ կերպ կապված չի Վեհափար Հայրապետի անձի հետ, հա, կա կառույց, այդ կառույցը, այսպես ասած, չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմն անցած այդ մի քանի հոգևորականներին ու իրանք միանգամից քանդում են կառույցը, հա, ինչա դա նշանակում, դա նշանակում է, որ իրանց նպատակը հենց եկեղեցին թուլացնելն է, եկեղեցին քանդելն է, զինված ուժերում գնդերեցների ինստիտուտը, հա, էլի միանգամից ապամոնտաժեցին, ուրախությամբ կարելի է ասել, այսինքն վաղուց էին սպասում, առիթը ստեղծեցին ու միանգամից լուծարեցին։ Ավելի խորքային վատ պրոցեսներ են գնում, հա, կա շատ մեծ հիմա անվստահություն համայնքներում եկեղեցիների շուրջ, այդ համայնքները, որոնք մեծ դժվարությամբ կառուցվել են, այսինքն խորհրդային միության ժամանակ տենց ինչ որ մեծ ամուր համայնքներ չկար եկեղեցու շուրջ,
հա, հատուկենտ շատ քիչ մարդիկ էին գնում եկեղեցի պատարակների եւ այլն։ Քահանաներին անկախության տարիներին շատ մեծ ջանքեր պահանջվեց, որպեսզի կարողանան ստեղծեն համայնքներ եկեղեցիների շուրջ։ Հիմա այդ համայնքները քանդվում են այս անվստահության պատճառով, այն պատճառով, որ հավատացյալների մեծ մասը շատ լավ հասկանում ու գիտակցում են, որ սա արշավա եկեղեցու դեմ։ Հիմա պատկերացրեք, եթե իրենց եկեղեցու քահանան, որի հետ իրանք տարիներով, այսպես ասած, հարաբերություններ են կառուցել, հա, իրապես ասենք լավ համայնք է ստեղծվել, հիմա մեկ էլ այդ քահանան ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ ճնշումների տակ հայտարարում է, որ պետքա հիմա ինքը, օրինակ, չգիտեմ, պատրաստվում է զեղչել Վեհափառի անունը։ Պարզա, որ ասենք հավատացյալները արդեն լուրջ սենց ընտրության առաջ են կանգնում։ Ու այս ամեն ինչը բերում է նրան, որ քանդվում են նաև այդ համայնքները ու նույն ասենք այդ երիտասարդ կազմակերպությունը, այդ գնդերեցների ծառայությունը, այդ ամեն ինչը տասնամյակներ է տևել մինչև կառուցվի, բերվի ներկայիս վիճակի ու այնպիսի տենց ոգևորությամբ են քանդում, ինչպես օրինակ ադրբեջանցիները կքանդեին, հա, հայկական եկեղեցու որևէ կառույց։ Նշվում էր, որ ազգային եկեղեցական ժողով պետք է տեղի ունենա փետրվար ամսին եւ հատկապես Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բռնաճնշումները միտված են խափանելու Ավստրիայում տեղի ունենալիք կամ նախատեսված միջոցառումը։ Հիմա արգելեցին նրանց երկրից դուրս գալ, որը ձեզ պետք է լինի եկեղեցու քայլերը։ Նախ ես երևի թե այն դիրքում չեմ, որ ինչ-որ բան խորհուրդ տամ եկեղեցուն։ Երկրորդը պետք է հասկանալ, որ ամենայն հավանականությամբ էլի քայլեր կլինեն օկուպացիոն վարչակարգի ու Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն հիմա ինչ-որ կանխագուշակել, եթե ինչ-որ բան էլ հնչեցնենք հիմա ասենք, ինձ թվում է դեռ իրավիճակ կարող է փոխվել, հա, հավանականություն կա, որ կփոխվի։ Փաստն այն է, որ ըստ էության Նիկոլը գնում է, էլի ապօրինություններ են սա, ակնհայտորեն, խառնվում է եկեղեցու գործերին, ներքին գործերին, լավ կյանքից չի, որ եկեղեցին որոշել Ավստրիայում անցկացնի այդ ժողովը, եպիսկոպոսատ ժողովը, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում իրանք չէին կարողանալու ազատ անցկացնել։ Ու դա ապացուցվում է նաև այս հետապնդումներով, այսինքն քիչ է 4 արքիեպիսկոպոս հիմա կալանավորված են, բանտում են, նաև հոգևորական կա, որ տնային կալանքի տակ է, հա, Արագածոտնի, կարծեմ, դիվանապետը, եւ հիմա էլ որոշ եպիսկոպոսների նաև արգելեցին դուրս գալ, այսինքն ամեն կերպ խանգարում են անցկացնել ազատ ձևով եպիսկոպոսատ ժողով։ Ու ես կարծում եմ, որ նախ եւ առաջ պետք է շեշտը դնել սրա վրա, որտեվ սա բացահայտ ապօրինություններ են, սա քրեական օրենսգրքի հոդված է, սա սահմանադրության ոտնահարում է ու սա բացի ամեն ինչից նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների ոտնահարում է։ Ու նույն Եվրոպան, որ հիմա ամեն կերպ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ասենք հենց այդ պայմանագրերից մեկը միջազգային որ խախտվում է, դա Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիան է, եվրոպական։ Եվ այսինքն ստացվում է, այդ իբր համարվում է եվրոպական, մարդասիրական, քաղաքական, տենց հիմնադիր բաներից մեկը, հա, սկզբունքային փաստաթղթերից մեկը, ու ստացվում է, որ այդ սկզբունքային փաստաթուղթը, որով առաջ անընդհատ ասենք ամեն առիթով տարբեր երկրների գլխին տալիս էին, հիմա ասում են, դե ինչ ուզում ես արա, չենք հիշելու այդ փաստաթղթի համար։ Աշխարհաքաղաքական ինչ որ շահեր են, ընդ որում տենց ռոպեական շահեր են ինչ որ, հա, այս պահին Ռուսաստանի հետ, ինչ որ Ռուսաստանի դեմ պայքարում, պատրաստ են Հայաստանում մարդու իրավունքները, տարրական ազատությունները, կարևորագույն տարրերից, հա, այդ կրոնի ազատությունը, համոզմունքների ազատությունը, այդ ամեն ինչը բան են անում։
Հայաստանում այս կներեք, այդ ամենը զոհում են։ Հայաստանում այս ռեժիմի օրոք մենք այս վերջին ամիսներին նաև ֆիքսում ենք, որ խոսքի ազատության դեմ են նրանք շարունակաբար պայքարում եւ բռնաճնշումների ենթարկում այն մեդիա դեմքերին, ովքեր որ դեմ են իրենց քաղաքականությանը, հա, իմնեմնի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի ապօրինի կալանքը հունվար ամսին երկարացվեց եւս 3 ամսով Նարեկ Սամսոնյանը դիմեց պայքարի ծայրահեղ միջոցի հացադուլի եւ այժմ գտնում է բուժ հաստատությունում այնուամենայնիվ ինչու հենց ազատ խոսքը սկսեց վերջին ամիսներին հատկապես թիրախավորվել եւ արդյոք Անտիֆեքի եւ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի նկատմամբ բռնաճնշումները ողջ ընդդիմադիր մեդիային ուղղված ազդանշան չէին։ Նախ ես մի քիչ չեմ համաձայնվի այն պնդման հետ, որ ազատ խոսքի հանդեպ այս ճնշումները նամանավանդ վերջերս են, իրականում սկզբից էլ կային։ Իրականում նույնիսկ մինչև Նիկոլի իշխանության գալն էր դա, այսինքն 18 թվականի ապրիլին, որ մի բան գրում էիր, որ այդ հեղափոխական այդ զանգվածներին, հա, Ստապեցնեիր։ Նույնիսկ չստապեցնեիր, էլի, ինձ թեթև մի հատ հարց էիր տալի կամ կարող էր հանկարծ մեկը կարդար ու ուղեղում ինչ որ մի հատ բան առաջանար, հա, կասկած արդյոք ճիշտ են անում, ինչ անում են կամ արդյոք չեն խափում, ինչ ասում են, հա, հիշում ենք sense ինչ որ աչուձախ խոստումներ էին տալիս, հեսա, չգիտեմ, հեղափոխությունը կանենք ու ներդրումները կհոսեն, ես իմ հեղափոխությունը կանենք ու 100,000-ավոր աշխատատեղեր կբացվեն միանգամից sense կախարդական ինչ որ փայտիկով, բայց երբ դրա մասին խոսում էիր, այնպես էին վրա հարցակվում, զանգում սպառնում էին ինչ որ անծանոթ մարդիկ եւ այլն, այդ ես շատ լավ եմ հիշում, էլի, ու հիշենք նաեւ, որ առաջի հարցակումը լրատվամիջոցի վրա շատ տենց ուղղորդված, դա 18 թվականի սեպտեմբերին էր, երբ որ մտան Երևան Today համակարգիչները տեխնիկան, տարան այդ գաղտնալսումների բանի եւ այլն թեմայով։ Ուղղակի այն պահին այդ հեղափոխական էյֆորիան դեր շատ մեծ էր, Նիկոլ Փաշինյանը այնտեղ ճղճղում էր իրան, որ ասֆալտին կփռեն, պատերով կտամ ու բոլորի ուշադրությունը դրա վրա էր կենտրոնացած։ Այդ նույն այդ շատ բռնաճնշումներ այն ժամանակ լայն հանրության համար աննկատ անցան, հա։ Հիմա նաև հիշեցնեմ, հա, որ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին երկրորդ անգամ են կալանավորում։ Առաջին անգամ 24 թվականի մարտին էր, հա, մարտին էր, ես մայիսին բացթողին։ Հա, մարտին էր ու հիշացնեմ, որ լրիվ նույն հոդվածով էր, որը իրանք, ասենք, ընդհանրապես անմեղ ճանաչվեցին, հա, այդ երկար դատերից հետո։ Այսինքն, սա ընդհանրապես ցանկացած բռնապետի ստանդարտ գործելավոճ է ու տրամաբանական գործելավոճ է իր տեսակետից, որովհետև բռնապետը ինչ անում։ Բռնապետը ըստ էության գողանում է բոլորիս իշխանությունը, բոլորիս հնարավորությունը մեր ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու, մեր կյանքի մասին որոշումներ կայացնելու, հա, իրենք մեզ թալանում են բառի բուն իմաստով ոչ միայն սա ոչ միայն գեղարվեստական ինչ որ փոխաբերական բան եմ ասում, այլ թալանում են։ Օրինակ այս բան, հա, նոր հարկատեսակ, որ մցրին այդ առողջապահական բլա, որը նորմալ չի աշխատում, ավելի շատ խնդիրներ է ստեղծել, պետությունը պետական ապարատը իր վրայից գցել է ըստ էության պատասխանատվությունը, հա, նաև սահմանադրական պատասխանատվությունը այդ գցելու process-ի մեջ է առողջապահության մասով, իսկ Հայաստանը սոցիալական երկիր է ու պետությունը պարտավոր է որոշ ինչ որ բազային բաներ ապահովի, հա, մարդու անվտանգության հետ կապված, այդ թվում առողջության։ Իրանց վրայից գցում են, խառնում են իրար, մինչև այդ հարկային համակարգներին էլի խառնել եւ այլն, բայց դրա պատճառով մարդիկ
լրացուցիչ ինչ-որ վճարներ են անում եւ այլն։ Սա միայն մի օրինակ եմ բերում։ Հիմա ցանկացած ոլորտի վրա մատները դնենք, տեսնում ենք, որ ռեալ դա այնպես չի, կարող է շատ բաներ նույնիսկ շոշափելի չլինեն, բայց ռեալ դա մարդկանց փող է նստում, մարդիկ ստիպված փող են ծախսում, հա։ Օրինակ նույն այդ թեմաների մասին, եթե անընդհատ խոսվի, որևէ իշխանություն չի դիմանա։ Դրա համար իրանք իրենց արած ապօրինությունների թալանի Հայաստանի տարածքը հանձնելով Ադրբեջանի աջակցությունը ստանալ, հա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օգտվում է Բաքվի աջակցությունից ու Թուրքիայի աջակցությունից։ Այդ բոլորը արվում է մեր հաշվին, այդ բոլորը թալան է, այդ բոլորը հանցագործություն է, այդ հանցագործությունը կոչելու ամենաճիշտ ձևը հենց մարդկանց լրացնելն է։ Ընդ որում լրացնում են նրանք, ովքեր մեծ լսարան են ստանում, հա, հիշենք, որ օրինակ այս անգամ Վազգենին ու Նարեկին հստակ հրահրված էր էլի այդ իրանց դեմ գործողությունը, դա արվեց Սերժ Սարգսյանի հետ երկար ու բավականին մեծ արձագանք ստացած հարցազրույցից հետո։ Կամ ասենք նույն Արմեն Աշոտյանին, հա, երբ որ այդ լայվերը սկսեց բավականին մեծ տարածում ստացավ, չգիտեմ, իր էջը 70,000-ից ավելի բաժանող ստացավ, հենց այդ պահին իրան որոշեցին, որ պետքա կալանավորեն, հետո էլի երկար ժամանակ տնային կալանք տան, համարյա 3 տարի պահեցին բանտում, հա։ Ընդհանրապես ցանկացած խոսող մարդ, որի խոսքը հասնում է լայն լսարանի, իրանց համար խնդիր է։ Իրանց համար օքեյ է, եթե մարդիկ դեռ օքեյ է, եթե մարդիկ տաներում խոսեն, ինչ-որ փսփսալով, հա, դժգոհեն եւ այլն, բայց իրանց համար խիստ վտանգավոր է, որ մարդիկ հստակ հասկանալի պարզ լեզվով բացատրեն լայն լսարանին, հասարակությանը ինչա կատարվում։ Իդեպ մի կարևոր օրինակ էլ այդքան մեծ դա աղմուկ չի ստացել, բայց կարևոր օրինակ է։ Իգիթյան Կարենի դեպքը։ Իգիթյան Կարենը 2008 թվականից կամ նույնիսկ ավելի վաղ, կարծեմ 2008 թվականից ապրում էր Հայաստանում, Ռուսաստանի քաղաքացի։ Ապրում էր Հայաստանում, աշխատում էր Հայաստանում, շատ ակտիվ ձևով պայքարում էր ադրբեջանական տեղեկատվական հարձակումների դեմ, հա, շատ ճիշտ խոսքով, եւ բնական է, որ 18 թվականից հետո էլ ուժեղ քննադատ էր։ Ինքը ըստ էության Հայաստանի բնակիչ գնաց մեկնեց Ռուսաստան, հետ չթողեցին իրան։ Հա, սա ուղղակի հերթական օրինակն է այն բանի, ոնց են մարդկանց հնարավոր իրենց ավելի հասանելի, հնարավորինս աննկատ ձևերով մարդկանց բերանը փակում։ Նարեկի հացադուլը որոշ չափով այդ սխեման կոտրում է, որովհետև աղմուկ է բարձանում, այլևս դժվար է տենց մոռացության մատնել, բայց բազում գործեր արդեն մոռացության են մատնվում, հա։ Ասենք հիմա շատ քաղբանտարկյալների անուններ արդեն չի հիշվում, ինչ որ մի աղմկահարույց իբր բացահայտում են անում, իրականում սարքած հերթական կարված ինչ որ քրեական գործը, բայց բանա շատ արագ, քանի որ անդադ նոր ինչ որ սկանդալներ են ելնում, նոր գործեր են ելնում եւ այլն, նախորդները մոռացվում է։ Հիմա որ շատերին, ով հենց ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց է, շատերին որ հարցնեն, իսկ ով է բանտարկված, օրինակ, թեկուս arczepiskopos-ներից, օրինակ Մկրտիչ Սրբազանի մասին ավելի քիչ է խոսվում, իր մասին ոչ բոլորը գիտեն, ոչ բոլորն են հիշում։ Առավել եւս քչերը գիտեն, քանի որ ինքը տենց նաեւ մեդիա կերպար չէր, հա, այդքան հայտնի չէր, ասենք քչերը գիտեն, որ նա վեհափարի քրոջ որդին է, Դվարդնի, հա, եղբայրն է։ Մի խոսքով, այս ամեն ինչը շատ բան է, էլի։ Անընդհատ sense ինֆորմացիոն աղմուկ ստեղծելով, խեղդելով այդ ամեն ինչ, այդ մի սկանդալը մյուս սկանդալով խեղդելով եւ այլն, ամեն ինչ մոռացության է մատնվում։ Պլյուս ընդդիմությունը ունի քարոզչական խնդիր։ Ընդդիմությունը ունի լրջագույն խնդիր օրակարգեր պահելու, ու ես արդեն չգիտեմ, որ երրորդ անգամ եմ այս 6-7-8 տարվա մեջ օրակարգ բառը օգտագործում,
ու այնքան եմ ասել ու շատերն էլ են հիմա դա ասում, որ այո, օրակարգ պահելու հարց է, բայց հաջորդ քայլը չի երևում, լավ հասկացանք, որ օրակարգ պահելու հարց կա։ Սրբազան պայքարի ակտիվ փուլում 2-ից 3 շաբաթ, այո, հնարավոր եղավ դա իրականացնել, հա, երբ որ հասարակական քաղաքական դաշտը անգամ Փաշինյանի ու եթերներն էր մերժում, չէին քննարկում, դա չէր դառնում, որովհետև դաշտ մտավ ռեալ ինչ որ առանձին օրակարգ, ուրիշ օրակարգ, որ իրանք չէին գեներացրել։ Ինչն է հիմա խանգարում։ Չգիտեմ, ինչն է հիմա խանգարում։ Ես օրինակ այսպես ասեմ, հարցեր կան, որոնք ես բարձրացնում եմ, դա դառնում է օրակարգային խնդիր, հա, բայց ես մի խումբ ընկերներս չենք կարող տենց համազգային օրակարգեր ստեղծել։ Օրակարգեր ստեղծելը դա ավելի մեծ խաղացողների բանն է, հա, այսպես ասած պարտականությունն է։ Իդեպ էլիտայի նաև բնորոշիչներից մեկը այն է, որ էլիտան է ստեղծում քննարկման թեմաները, թե հանրությունը ինչա քննարկելու, հա, այսինքն օրակարգերը։ Եթե քաղաքական վերնախավը ի վիճակի չի օրակարգ ստեղծելու, նշանակում է ինքը արդեն վերնախավ չի։ Քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ շարունակաբար խոսելով քաղաքական բանտարկյալների առկայության մասին, շատ են նշում հենց այդ միասնական հարթակի կարևորության, թեկուզ բանտարկյալների օր առաջ ազատ արձակման հասնելու համատեքստում։ Մենք տեսնում ենք, որ խոսքի մակարդակում այդ կարևորությունը միասնական հարթակի, միասնական օրակարգի, գոնե քաղբանտարկյալների թեմայով խոսքի մակարդակում դա կա, այդ կարևորությունը գիտակցում են, բայց գործողությունները չեն բռնում խոսքերի հետ։ Իդեպ մի բան էլի վերադառնալով նախորդ հարցի պատասխանին հիշեցի։ Օրինակ օրակարգային ինչ-որ բան, գոնե ընդդիմության շրջանում օրակարգային թեմա դարձավ հենց նշածը Սերժ Սարգսյանի հարցազրույցը, հա, 5 օրով բավականին քննարկվող թեմա էր դա։ Ու հենց դա էլ ինձ թվում է դա էր խթանը, որ միանգամից հարձակվեցին անտիֆեյքի վրա ու մասնավորապես Նարեկի ու Վազգենի, հա։ Հիմա կան բազմաթիվ թեմաներ, միայն քաղբանտարկյալների թեման չի։ Քաղբանտարկյալները, այսպես ասած, ընդդիմության եւ հավատացյալների ցավն են այս պահին, հա, այդ շրջանակներից են քաղբանտարկյալները։ Դա կարող է դառնա դա օրակարգային հարց է իրականում, եթե ճիշտ աշխատել, դա կարող է ընդհանուր հասարակությանը հուզի, հա, բայց կա հարց, օրինակ, որ հիմա նույն այդ առողջապահության այսպես կոչված ապահովագրության խնդիրը հիմա 100,000-ավոր մարդիկ են բախվում սրա հետ։ Սա մի հարց էր, որը կարելի էր սարքել օրակարգային, եթե ընդդիմությունը այդ ուղղությամբ կենտրոնացներ իր ուժերը, սկսեր աշխատել։ Օրակարգային հարցեր տրանսպորտի այսպես կոչված բարեփոխում հնարավոր չի դրան ասել, շատ ավելի վատ է հիմա աշխատում տրանսպորտը, քան տարի ու կես առաջ էր ու շատ ավելի դժվարացել է իրանից օգտվելը եւ այլն։ Ասենք նույն տրանսպորտային հարցում մարդիկ ինչ որ պահի կպան սկսեցին բոյկոտ անել, չվճարել կամ վճարել 100 դրամ, այսինքն ընդհանրապես պետք էր հետեւողական աշխատել այդտեղ։ Դա կլներ, կարար այնպիսի օրակարգային հարց լիներ, որ սրբեր, տաներ, հա։ Պարզա մենք հիմա չենք կարող պահանջել բոլորից ինչ որ բարձր գիտակցություն ու որ չգիտեմ, մի քանի քառակուսի կիլոմետրը հեռավոր Գորիսում, ես այդ մարդկանց մտածելակերպն եմ ասում, էլի, ոչ թե իմ բանը, հա, ասենց իրանց կյանքով, իրանց այդ կեղևի մեջ փակված մարդկանց մասին է խոսքս։ Ասենք իրանց կարող է չհետաքրքրի ինչա կատարվում Սյունիքում կամ Տավուշում, բայց եթե այդ մարդը ամեն օր բախվում է խնդրի հետ, դու կարող ես այդ խնդրի շուրջ խոսելով գնալ հասնել այդ մարդուն։ Այդ օրակարգերը չստեղծվեցին։ То есть օրակարգերը կային, չդարձվին հանրային քննարկման օրակարգեր։
եւ այնուամենայնիվ ձեզ ինչու հենց թեկուս ձեր նշած այդ օրակարգերը, որոնք տարբեր ոլորտների են, հա, վերաբերվում, ընդդիմությունը չի կարողանում դա կապիտալիզացնել։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, երևի տարբեր պատճառներ կան, նախ ընդդիմության պառակտվածությունը, երկրորդը ընդդիմությունը ցավոք շատ հարցերում ռազմավարական հեռանկարով չի մոտենում այդ հարցերին, այլ օրվա խնդիրներ է լուծում իրենց համար, հա, ինչ որ տակտիկական խնդիրներ, ընդդիմության տարբեր ճամբարներ, ինչ որ տակտիկական խնդիրներ են լուծում եւ ի վերջո կներեք, հնարավոր չի ստեղծել սեփական օրակարգ, եթե դու անընդհատ քննարկում ես քեզ պարտադրված օրակարգը։ Ես արդեն մի շաբաթ է իմ լրահոսում տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ինչ որ հերթական կապիկության մասին քննարկումներ, վերլուծություններ, չգիտեմ, նկարներ, ձեռառնոց եւ այլն։ Այնքան ժամանակն ու էներգիան, որ ծախսվել էր դրա վրա, կարելի էր ծախսել նույն առողջապահության այս ճգնաժամի, իրանց ստեղծած առողջապահության ոլորտը իրանց ստեղծած ճգնաժամի թեման բարձրաձայնելու համար։ Ի վերջո մարդկանց ուշադրությունը, մարդկանց ժամանակ անսպառ ռեսուրս չի։ Եթե ես այսօր ժամանակ ծախսեցի ինչ-որ մի հիմարության վրա, ավելի խելացի օգտակար բանի վրա ժամանակ ծախսելու էլ չեմ ունենա։ Ու երբ որ դա անում են նույն, ասենք, ընդդիմադիր ճամբարից տարբեր ակտիվիստներ, քարոզիչներ, չգիտեմ, բլոգերներ, մեդիա կերպարներ, դա լրջագույն խնդիր է։ Ասենք, ես հասկանում եմ հակառակորդի արած Նիկոլ Փաշինյանի թիմի օկուպացիոն վարչակարգի ոնց ուզում եք անվանեք, հա, ամեն ինչին չարձագանքել հնարավոր չի, երբեմն մարդը կոնկրետ հանցագործություն է կատարում, հա, մի հատ հայտարարություն է անում, որը քրեական օրենսգրքի հոտված է, սահմանադրության ոտնահարում է, սահմանադրական կարգի տապալում է, հա, դրան դու պարզա պետք է արձագանքես, դու պետք է ցույց տաս, դու մարդկանց պետք է բացատրես ինչ են անում։ Շատերը առ այսօր չեն հասկանում, որ եկեղեցու դեմ արշավը ոչ միայն տհաճ բան է, ոչ միայն բարոյական իմաստով է, խնդրահարույց, այլ հենց կոնկրետ օրենքների խախտում, այդ թվում քրեական օրենսգրքով նախատեսված ինչ որ հանցակազմեր կան ստեղ։ Դրա մասին համարյա չի խոսվում, մի շաբաթ է ինչ որ համերգ են քննարկում, դե լավ էլի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էլ վերլուծաբան Կարեն Վարդանեսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։